Fuck you Շաքիի ջրվեժ gender party-ին։ Ես արամն եմ։ Դու արամը չես։ 97%-ը իմացած բոլոր հայհոյանքները ուղիղ մեր հասցեին։ Արդեն պետք է սովորած լինեի։ Սաքսանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Նիկոլ Փաշյանը պետք է կանոնավորվեն։ Երկները ցելա են գցում, որ դոգը գնա իրանց մոտ։ Բարև ձեզ, եթերում ամ-կոմեդին է, մի ներվայնացեք, մենք բոլոր լուրերը ձեր փոխարեն նայել ենք։ Ձեր երկու լրատվական դոմինատրիքսները բոլոր վատ լուրերը ստրկացրել են եւ կաշվեպաչերով ծառայեցնում են ձեզ։ Եվ դուք կարող եք միանալ մեր Patreon-ին, աջակցել հարթամանը եւ նաեւ դիտել հատուկ կոնտենտ, որը մենակ Patreon-ին միացածներն են դիտում։ Իսկ մեր գլխավոր գործընկեր GTB Steel-ը արտադրում է նենց արմատուրաներ, նենց պինդ, որ Այդա պետք չի օգտագործել դոմինատրիքս խաղերի մեջ, կվնասվեք։ Հա, բայց շենքերի համար։ Բայց շենքերի համար իդեալականը, այնց որ գնեք հայկականը, որակյալը եւ շատ ամուրը իրոք մի անգամ փորձենք։ Հա, չէ։ Բայց դոմինատրիքս խաղերի մեջ չէ, փորձեցինք, նո։ Բոլորը փակում են աչքերը, Ovion անցնամիջև 800 մեգաբիտ վարկյանում արագությամբ ինտերնետ ուզողների կողքով։ Վախ։ Wing TV հարտակում միջև 200 ալիք եւ 50,000 ֆիլմեր եւ սերիալներ ուզողների կողքով։ Վախ։ Այդ ամենը միջև 5 սարքով դիտել ցանկացողների մոտով անցնում։ Վերջ, արդեն ուզում եմ ամբողջը։ Դե ուրեմն քո բախտը բերելա Ovion-ել առաջին 3 ամիսը անվճար է տալիս։ Եվ այսպես սկսենք շաբաթվա ամենահրատապ լուրից։ Շաքիի ջրվեժում տեղի ունեցավ հին ու բարի Fuck you Շաքիի ջրվեժ gender party-ին, որտեղ վարդագույնը դարավ տարվա ամենադեպրեսիվ ազգային գույնը։ Մա ուշադիր նայում ենք ջրվեժին, եթե հանգարց ջուրը ներկվում է վարդագույն կամ նույնիսկ երկնագույն, այդ նշանակում է, որ ռաբիզությունը դեռ խորը արմատներ ունի Հայաստանում։ Okay, արդեն շատ վատ է sense gender party անելը, բայց ավելի վատ է մտքեր տալ ուրիշ մարդկանց, ովքեր կարող են մտածեն, գուցե կարմիր խնձոր party կարելի է անել ինչ որ մի ջրվեժում։ Դե լավ, իմ կարմիր խնձոր էլ չեն անում տենց։ Վերջերս Ջերմուկի ջրվեժում արեցին նաև կարմիր խնձոր party, հենց սրանից հետո։ Բայց ջրվեժը չներկվեց, որովհետև հարսը կույս չէր եւ իր պորնկությամբ նաև փրկեց մի ամբողջ ջրվեժ։ Okay, լավ, վերադառնում ենք քաղաքական հարցերին։ Impeachment-ը, բարեկամներ, արդեն համարյա 100%-ով լինում է։ Երեք լսումներ էին հանձնաժողովում եւ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության, ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագծին։ Ինչ, ուզում եք ասել, որ ԿՊ-ի վերահսկողության տակ գտնվող հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ԿՊ-ի ղեկավարին անվստահություն հայտնելու բանաձևին։ Այդ մի փոքրիկ նյուանսը հաշվի չեր առել աշխարհի լավագույն շախմատիստը։ Մի րոպե, ես վստահ եմ, որ շախմատիստը ունի պլան B կամ էսի հələ պլան A-նա գնում, կամ ինչ-որ բայ պլան C-նա դուրս գալու բանի։ Երբ է impeachment-ը մտնում ԱԺ դահլիճ։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը փաստաթղթային տրամաբանության մեջ մուտք է արվել ազգային ժողով, երբ 54 պատգամավորի ստորագրություն լինի դրան, այսինքն երաշխավորված հաջողության պարագայում, այլ կերպ ասած, երբ օրինակ դուք Տիկին Դավոյան եւ եւս 17-18 ձեր գործընկերներ քաղաքացիական պայմանագրից միանան դրան։ Okay, մի հատ sense ֆանտաստիկ սցենար պատկերացրեք, որտեղ Արփի Դավոյանը
չի միանում ընդդիմության այս impeachment-ին։ Կարա չէ տես բանը։ Մի հատ զորենք ֆանտազիան, կարող է չի միանում Դավոյանը այս impeachment-ին։ Այդ դեպքում որն է մեր շախմատային կոմբինացիան, այդտեղ որն է։ Սպասի, հոп, կարող եմ Ամիջանյանը շատ իրատեսական սցենար է հիմա բացատրում, որում ԿՊ-ականները միանում են ընդդիմությանը։ Մանավանդ դու մոռանում ես, որ ընդդիմության տեխնացուն Դավիթ Համբարձումյանն է։ Արա, հա։ Երբ հանրային ճնշման արդյունքում դուք գիտակցեք, թե ձեր չմիանալը եւ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Հանրապետության կառավարիչ մնալը օր-օրի ինչ խնդիրներ է առաջացնում, այդ ժամանակ մենք կունենանք այս գործընթացի հաղթական ավարտը։ Իսկ fuck, դու մի բան ասա։ Բարեկամներ, ընկերներ, Հայկս Քոչարյանը ոնց որ թե գրում այս հարցում, հիշում եք, որ ասում էր, պետք չի սկսել ինչ-որ Միկի Մաուս գործընթաց, որի վերջում մենք խայտարակ ենք լինելու։ Հիմա հույս է ինչու՞մ է, որ ԿՊ-ն վերջը 5 տարի հետո գիտակցելու է, որ Նիկոլը վատնա, որ շատ վատնա, հա։ Իսկ չկա ինչ-որ ուրիշ հետաքրքիր ձև կռահելու, արդյոք ԿՊ-ն կմիանա այս գործընթացին, թե չէ։ Ինչ-որ տես հավես ուրիշ եղանակ չկա դա բարձելու։ Անպիտակից ջուր է գալիս, դոշ է տալիս փրփրում։ It's a girl! Այսինքն Աղջիկը իհարկե շատ լավ է, բայց impeachment-ի համար տղա էր պետք։ Պլյուս սա խորհրդանշում է, որ impeachment-ի գործընթացը դեռ շատ արյուն կքաշի։ Հիմա ինչ իտոգ ենք տալիս impeachment-ի գործընթացին։ Ես առաջարկում եմ հայտարարությունը անվանել հետևյալ կերպ. 8-րդ գումարման խորհրդարանի ընդդիմության ճգնաժամի եւ ընդդիմադիր գործունեության ձախողման մասին նախագիծ։ Ինչ է թե ընդդիմության նախագիծը ձախողվել է, ուզում եք անուն դնեք ձախողված նախագիծ, արա, դուք մտածում եք դիմացինի զգացմունքների մասին, ով բերել է հավատալով, որ չի ձախողվի այդ նախագիծը։ Մի հատ եկեք գուշակենք, էլի, արդյոք ընդդիմությունը կհավանի այս անվանումը։ Էնում յարն է նստած լալիս, հոնգուր, ախ Էմիլ, այդ մկանս ասի ցավում է, այ տենց, that's my man։ It's a girl։ Այսինքն չէ։ Այսինքն հին հայկական դիցաբանության մեջ, եթե աղջիկա ներքվում շաքի ջրվեժում, այդ նշանակում է ընդդիմությունը դեմ ալնելու, որ իր բերած նախագիծը անվանվի ձախողված նախագիծ։ Ձեր առաջարկը չի ընդունում Բեռնագրի փոփոխության, պարոն Վարդանյան։ Խնդրեմ, բայց պետք է մի քիչ քաջալերել ընդդիմությանը, ես ու Նարեկը այս նախագիծը պատրաստ ենք մինչև վերջ անվանել ընդդիմության impeachment-ի հաջողված նախագիծ։ Ասեմ ավելին, Նիկոլի ջախջախման նախագիծ։ Բում։ Ու երբ է իրականանում այդ ջախջախման նախագիծը։ Ընդդիմադիր падգամավոր Հայկ Մամիջանյանը նշում է, թե երբ ԿՊ-ականները կմիանան այս նախաձեռնությանը։ Պարտադիր impeachment-ի գործընթացը առանց ժողովրդի աջակցության, առանց լայն հասարակական զանգվածների, առանց փողոցային պայքարի հնարավոր չի։ Stop, այստեղ հոգիս, Հայկս, Անուշ ախպերս, мне друг, но истина дороже, истина, կողքի կամերա, Բրատ, միջև հիմա ասում եք, որ հեսա Քոչարյան ենք, որ ստորագրեն, մեր շոկով ԿՊ-ականներ եք բերելու, որտեղ մենք ԿՊ-ականները վախենում ասում են, բա Քոչարյան եք, որ չեն ստորագրում, բա որ մենք ստորագրենք ինչ կլինի, բա որ Քոչարյան չստորագրեն, հիմա suddenly գցեցինք սաղ ժողովրդի ջեբը, դե ժողովուրդը պետք է դա դուրս գա փողոց, ժողովուրդը դուրս գա փողոց, գցեցինք էլի ժողովրդի ջեբը։ Ասեմ, եթե ժողովուրդը вообще դուրս գալու ունի փողոց, այնց արագ այդ ամեն ինչը կլինի, որ չեն էլ հասցնի ստորագրել, դաժե Իշխան Զաքարյանը չի հասցնի։ Արա ժողովրդի վրա հույս դնելուց լենք impeachment-ի գործընթաց вообще պետք չէր։ Դե բայց ժողովուրդը մի քիչ կաղում է այդ հարցում, դրա համար ձեր վրա էր հույսը։ Ինչևէ, այդ ընթացքում Arm Comedy-ն հայտնվեց սկանդալի էպիկենտրոնում։ Arm Comedy-ն էլ բավականին նպաստեց նրան, որ շատ տարածվի իմ ելույթը, բայց շնորհակալ չեմ, ինչու որովհետև միշտ մտածում եմ, որ իրեն գոնե պայքարող տղաներ են։ Պարզվեց, ինչպես մյուսներն էլ, այդպես էլ իրենք պարզապես պատվերով հումոր անողներ են։ Նախ եկեք դրականը ամեն դեպքում գտնենք մեր մեջ։ Զատո մենք շորերով գիրշ չենք։ Համաձայնեք, որ շատ հավես բան է, երբ մարդ շորերով գիրշ չի։ It's pretty good։ Հետո մեզ դիջի ինչ ակնկալի կար հասարակ։ Մենք պլեբս ենք, թեև շորերով, բայց պլեբս ենք, ոտ չենք կարող գցել
իրանց հետ։ Ես խոսում եմ ազգիս անունից, այլ ոչ ժողովրդի, որովհետև ես եմ ազգի էլիտան։ Ես եմ։ Ու ինչ ազգի էլիտան, ազգային արժեքների համար, ազգային ժողովում դոշ է տալիս, no pun intended, մենք նենգաբարո չենք աջակցում նրանց։ Որովհետև մենք ծախված ենք, տախված, այո, որովհետև չենք աջակցում ընդդիմությանը, այն իրանց սխալները ինչ որ հանում ենք։ Հերացրեք Քոչարյանի դաշտից եւ ժողովուրդը ամբողջ ջանքերով կպայքարի եւ վերջապես կգցի Նիկոլ Փաշինյանին։ Իսկ բուդդիստը պարակտում ամծնում ընդդիմության մեջ մի բան, որ երբեք չի սպասում բուդդայից։ Լավ, կարևորը որ անդառնալի վնաս չենք հասցրել, չէ՞, մեր բուդդիստին։ Առաքելական բուդդիստին։ Եվ այդպես եւ ոչ մեկի հեգնանքից չեմ նսեմանա եւս։ Մյուսները հումորիստ են, այս ազգը տենց հումորի մեջ ընկղմված է հիմա, եւ միայն այն մյուս զանգվածն է շատ փոքր, որ մեր նման փորձում են գոնե պայքարել, եւ ստվար զանգված մարդկանց, ովքեր սարսափած են Նիկոլի դավաճանությունից, բայց նաեւ հիասթափված են ընդդիմության пассивությունից։ Ես պայքարում եմ ազգիս համար։ Ես պայքարում եմ հայրենիքիս համար։ Հասկացա Մուրադ, չկատաղես, էլ չենք հանգարելու։ Всё։ Так, այդ ընթացքում տեղի ունեցավ Գյումրու տոնը, որի գործընկերն էր մեր ձևովը, որը նաև գրասենյակ բացեց Գյումրիում, ու մի քանի քաղցր խոսք ասեց Գյումրիի մասին։ Ընդհանրապես Գյումրին Հայաստանում մի քանի քաղաք կա, որ ունի պատմամշակութային ժառանգություն լավ ու ճարտարապետական լավ ժառանգություն, մեկը Գյումրին է, մեկը Գորիսը, իմ կարծիքով Երևանի որոշ հատվածներ։ Հոп, Նարեկ ջան, ոնց է 1, 2, 3 քաղաք ունի պատմամշակութային ժառանգություն, ոնց է շատ ձեր ձևով եք պատկերացնում Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը։ Հայաստանը թանգարանը բաց երկնքի տակ, որտեղ ամեն քառակուսի մետր ճխտված է պատմամշակութային ժառանգությամբ։ Ուղղակի մի հատ մտեք աշտարակ, մի հատ մտեք ուղղակի աշտարակ։ Ну, ամեն դեպքում մարդկանց տեղերում պետքա ոգևորել, մեկը ոչ ոք ֆակտ չեկինգ չի դնելու անի։ Սովետի ժամանակ սա Սովետին անուն են դնում, բայց մի բան ասեմ։ 10 տարում 1000 զավոդ են սարքես երկրում։ Մեր պապերը, որ պապիներ էլի, որ գիր կարտալ չեն իմացել, հազարած զավոդ են սարքել։ Այ մարդ գիրել գիտենք, կարդալ գիտենք, 1000 զավոդ խի չենք սարքում։ Գուցե, որովհետև մեր պապերը ապրում էին մոլորակի երկրորդ ֆակին ամենահզոր միջուկային գերտերության մեջ։ Մեկա, ինչի մեր պապերը կարում էին Կուբա միջուկային ռակետներ ուղարկել, երբ որ նույնիսկ չէի կարում, մեկա, սաղ աշխարհը միջուկային սուզանավերով շրջապատում էին մեր պապերը, որ ոչ ոք չի թփրտա։ Ու առանց գիրի ու գրականության ժամանակ մեր պապերը միջուկային սուզանավերով մեր պապերը ոնց է կարողանում են առանց գիր ու գրականության մտնեն ու կզծնեն մի ամբողջ Գերմանիա Ռեյխստագի վրա տակը քոչարի parեն, իսկ հիմա մեր պապերը գիր ու գրականություն գիտեն ու չեն կզծնում Գերմանիան արա։ Արա խի չեն կզծնում հիմա Գերմանիան մեր պապերը, մենք։ Ոնց էին մեր պապերը Գագարին Յուրային ուղարկում տիեզերք, իսկ հիմա մեր պապերը սկի մի հատ ստերջացված շունչ են կարում ուղարկել տիեզերք կամ գոնե նորմալ ստերջացնել։ Արա ոնց կարա 5 միլիարդ դոլար ունեցող թիմը նորմալ PR շիկ չունենա, տեքստ, մեսեջ մշակող չունենա, որ անդադ այս վիճակի մեջ չընկնեն։ Արա դե որովհետև 5 միլիարդ չէ, էլի 4 մի քանի միլիարդ։ Լավ, օքեյ։ Ու մի հատ էլ նյուանս, շատ կարևոր է, որ խոսքի մեջ չզռա սովետական նոստալգիան ոնց որ ստեղ։ Սովետի ժամանակ սա Սովետին անուն են դնում, բայց մի բան ասեմ։ 10 տարում 1000 զավոդ են սարքես երկրում։ Okay, եթե ձեզ դուր է գալիս սովետական միությունը, ապա մեր ձևովը ձեզ կտանի այնտեղ մի հազարած զավոդ կսարքեն ու էլի հետ կգանք։ Լավ, այդ ընթացքում Գյումրիի մյուս կողմում Գյումրվա տոնը շարունակում էր տիրել եւ այնտեղ բացումը անում էր այն Batman 2-ի մեջի պինգվինի կլոնը։ Հա, լավ, դու էլ ուղղակի կամերան նենց անկյունից են դրել, որ տոշնի ոնց որ Բեթմենի մեջի պինգվինը ելնի, բայց կարևորը Գյումրու դուխն է այնտեղ։ Ու որպեսզի բոլորը զգան այդ Գյումրու տոնի խինն ու ուրախությունը, այս դրամատիկ պահը տևեց մոտավորապես անվերջ։ Orman
Օրն անցավ իսկականից հասկացանք շատ խորն եք, շատ հայրաքաղաքային եք, բայց մարդիկ հավաքվել են, որ տժամ։ Հա, կամ գոնե լսեն Վարդան Ղուկասյանին։ Նենց որ մի երկու հատ էլ դեյել ու միանգամից դե Ղուկասյան։ Մութն ընկավ իսկականից ինչքան կարելի է fucking սպասել։ Всё, ախպերություն ջան, շատ լավ է, շատ ենք սիրում, բայց всё, արդեն սկսեք, որտեղ նենց եք երգում Գյումրիի մասին, որ մարդ հիասթափվում է։ Դե ի վերջո երկերը դադարեցին եւ խոսեց Վարդան Ղուկասյանը։ Ես արամն եմ քաչարամ Նախ դու արամը չես։ Երկրորդը այդ երկը տենց չէ երգում ջան։ Առաջինը արամներ, մեր այրներ, բոլորիս մեծերներ, աշխարհներ։ Okay, վերջ, իրականում Ղուկասյանը երգելով հասկացրեց, որ էլ չի ուզում անկախ Հայաստանը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ։ Ինձ տանում են կախաղանից իդգորան գեցե անկախ Հայաստան Անուշ, իսկ տխուր երգերը երբևէ կվերջանան այս ուրախ տոնին։ Դա ստուգելու միայն մեկ ձև կա։ Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում շաքե ջրվեժից, բայց դա ընդհանրապես գենդեր փարթին է հոսում հոնգուր անպիտակից։ It's a girl։ Այո, այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ հիմա Ղուկասյանը կգնա ու կսկսվի իրոք ուրախ party։ Okay, մնացեք մեզ հետ, որովհետև երկրորդ կեսում մյուս Վարդան Ղուկասյանը վերադառնում է, Ալենը ուղարկում է շատ կարևոր բանը արխիվներ։ Փաշինյանը հայ հոյանքների մենեջմենտի համար պատրաստ մի խոսքով լիքը հետաքրքիր բան կա։ Party։ Երբ դաստիարակչական ավանդական մեթոդաբանությունը չի օգնում, անհրաժեշտ է նկարել սոցիալական գովաստ։ Ուստի սոցիալական գովաստ մեր եթերում, որովհետև ավանդական դաստիարակչական մեթոդները տապալվել են։ Հայերը շատ են սիրում երեխաներին, մանավանդ իրենց երեխաներին, եւ հաճախ նույնիսկ պահում են երեխաների նկարները հեռախոսի մեջ։ Բայց հաճախ սովորական զրույցի ժամանակ նրանց կարող է թվալ, որ բոլորը ուզում են տեսնել իրանց երեխայի նկարը։ Բանն այն է, որ հաճախ դիմացինին այդքան էլ հետաքրքիր չի տեսնել ձեր երեխայի ատամ հատիկի եւ մանկապարտեզի հանդեսի բոլոր նկարներն ու վիդեոները։ Ասիկ լավ են, անցեք առաջ։ Դիմացինը կարող է ամաչի ասել, որ գիտես այդքան հետաքրքիր չի տեսնել Անուլիկի 5-ամյակի բոլոր 75 նկարները, բայց իրեն իրոք հետաքրքիր չի։ Կրուզիտ մի արեք ձեր երեխայի նկարով բոլոր ծանոթներին։ 21-րդ դարն է վերջի վերջո։ Եկավ պահը սալիկա պատել ձեր տունը, որովհետև Դոմուսում գործում է նոր ակցիա։ 100,000 դրամից սկսած, երբ կատարում եք սալիկների գնում նշված տեսականուց, ստանում եք 10% cashback։ Բա ինչի վրա ծախսել այդ գոյացած cashback-ը։ Չի հարցրել вообще ոչ մի մարդ, ով որ վերանորոգում անում, որովհետև ծախսելու տեղ միշտ կա։ Համեցեք Դոմուս, սալիկա պատվեք եւ խնայեք։ Եվ այսպես հրաշալի լուր է սպասում պետական համակարգում աշխատողներին։ Ինչ հրաշալի լուր է, կմտածեք դուք հենց ընտրություններից առաջ։ Հա, մի քիչ ընտրություններից առաջ, բայց նույնիսկ հրաշալի լուր է, որ ոչինչ։ Բայց ավելի շատ ընտրություններից առաջ։ Փաշինյանին հորդորում են կտրուկ քայլերի դիմել, բարձրացնել աշխատավարձերը։ Կարող է մի հատ sense խիստ քայլ անենք ու այդ քայլին գնանք ու վերանայենք պետական ապարատի։ Հիմի դրան նախագիծը կա, ես ձեզ անկեղծ ասեմ, այդ գիտեք ինչքան քննարկում ենք այդ որոշումը,
որը մենք մեր մեջ կայացրել ենք, բայց ինչի չենք բարձրաձայնում այդ որոշման մասը։ Չեք բարձրաձայնում, որտեվ դե կզռա, որ ընտրություններից առաջ է։ Նարեկ, դա ոչ ներկայում, ոչ ապագայում, ոչ երբևէ բան չի փոխելու։ Բա, Զուտ հայհոյանքների մենեջմենթի խնդիր է։ Վախենում ենք։ Վախենում ենք, որովհետև նոր առիթ ենք տալու, որ ասենք Հայաստանի ակտիվ հանրության 97%-ը իմացած բոլոր հայհոյանքները ուղի մեր հասցեին։ լուրջ չլը վախում եք դրանից։ Իստում արդեն պետք է սովորած լինեք դրան։ Էլի սովորած են, բայց ով կուզենա, որ մի 300% ավելի շատ հայհոյան քեզ։ Դե նայ, այս իհարկե էլի կատաղացնելու է ժողովրդին, բայց ես մեկը գոնե օբյեկտիվ պատճառներով է կատաղացնելու։ Քաղաքացիներին ինչպես բացատրեն, թե ինչու են բարձրացնում պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձը։ Կենտրոնական բանկի տվյալներով օգոստոսին Հայաստանում գնաճը կազմել է 3.6%։ Այս հանձնարարել եմ, որ մենք հանրային կոմունիկացիա ռազմավարություն մտածենք, թե ոնց անենք, որ հայհոյանքները ճիշտ կառավարենք։ Նոր նախարարություն բացեք հայհոյանքների կառավարման եւ վերամշակման նախարարություն։ Մենակ դու ասացիր, որ օբյեկտիվ պատճառներով են ժողովրդին կատաղացնում, բա սուբյեկտիվ պատճառներով ո՞նց են կատաղացնում ժողովրդին։ Նարեկ, Սուբյեկտիվ, լրիվ սուբյեկտիվ պատճառով են ժողովրդին կատաղացնում, երբ վարչապետի կինը այսպես բան է պոստում։ ավարտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը։ Այսա պոստելու ոչ մի պատճառ չկար, բայց գտան, որ ինչ-որ պատճառ կա ու պոստեցին։ Ու պոստը լայքել է մի քանի հազար հոգի, ճիշտ է, մի զգալի մաս ջղայնիկով, բայց կան նաև սրտիկով ու լայքիկով։ Արհա, մեկ որ նայում ես, մարդիկ ինչ պոստեր են լայքում, ինչ կոնտենտ են լայքում, ուղղակի ուզում ես մի 5 տարով գնաս Տիբետ, ինչ-որ Մենաստան ու մեդիտացիա անես։ Ժողովուրդ ջան, մեկ հարց, կցանկանայիք, որ մեր երկրում ընդհանրապես ձմեռ չլներ։ Տենց ձենով։ Որտեվ ես Սուրենյանի այս պոստերի շարքը միշտ տենց ձենով եմ կարդում ու 7300 հոգի ասում որ ինքը կուզենար որ ձմեռ չլներ։ Այսինքն դու կուզեիր առողջ ու հարուստ լիներ միշտ։ Գուզե։ Տես իդեա տվեցին էկոնոմիկա եւ առողջապահության նախարարին հրաշալի պոստ անելու։ Նայեք, Սուրենյանի այս ոճը, երբ որ ինքը Yahoo Weatherist-ը չգիտեմ որտեղից imանում է, որ վաղը պետք է տաքանա ու գրում է ժողովուրդ կուզեիք մի քիչ տաքանայիք, կամ imանում է որ ցրտելու է գրում է ժողովուրդ կուզեիք մի քիչ հովանալ, էսի շատ cute էր, առաջին 400 անգամը, դրանից հետո ոնց որ ուզում ես որ Սուրենյանի Facebook-ում միշտ կարկուտ լինի։ Okay, всё, նարես հանգստացի, վերադառնանք հայհոյանքներին դեպի կառավարություն, իսկ օթերևութաբանները կանխատեսում են դրանց կտրուկ աճ։ Վարդանը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելի է, ուզում է օդում լինի, ջրում լինի, ցամաքում լինի, չգիտեմ, կալանքում լինի։ Այս պահին էլ դոգմականնով Վարդան Ղուկասյանն ԱՄՆ-ում շարունակում է մնալ անազատության մեջ։ Նրա խափանման միջոցը փոխելու ուղղությամբ փաստաբանական թիմն արդեն գործընթաց է սկսել։ Անցած շաբաթ Լաս Վեգասի դատարանը մերժեց Վարդան Ղուկասյանին Հայաստանին արտահանձնելու գլխավոր դատախազության միջնորդությունը։ Դոգին Հայաստան չեն ուղարկի, բայց ԱՄՆ-ում էլ չեն պահի։ Նա պետք է լքի Միացյալ Նահանգները։ Մի րոպե, ինչ է նշանակում չեն արտահանձնի, բայց Ամերիկայում էլ չի կարա մնա։ Նշանակում է որ ինչ-որ երրորդ երկիր պետք է մեկնի։ Բայց ով իր վրա կվերցնի այդ հսկայական ռիսկը։ Գիշվել ես, երկրները ցելա են գցում, որ դոգը գնա իրանց մոտ։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանի պնդմամբ արդեն իսկ մի շարք երկրներից նրան հյուրընկալելու առաջարկներ են եղել։ Մի շարք երկրներ, ինչպես Եվրոպայից, այնպես էլ Ասիայից, իրենց մաքսիմալ վերաբերմունքն են արտահայտել իրավական, որ իր ուրույն տեղն ու դերը ունենալի է իրենց երկրում։ Կարող է Մեքսիկայի ու Կանադայի ղեկավարները սենց կանգնեն սահմանի տարբեր կողմերում ու ասեն Come here little boy, come here. Բայց խորացելի որ տարբեր երկրներ ու դաժե ասիական ուզում են որ դոգը իրանց ուրույն տեղն ու դերը ունենա իրանց երկրում։ Ասենք որն է դոգի ուրույն տեղն ու դերը Հոնգ-Կոնգում։ Կարող է всё-таки ոչ թե այդ երկրները, այլ այդ երկրներում ապրող հայերը։ Այն որ ելնում են չէ՞ դենց հայեր ամեն երկրում, որ ասում են ապեր դու մենակ տեղափոխվի Բելգիա, տես թե ինչ լավն է։ Ու եթե հավատում տեղափոխվում ես, մեկ էլ իրանք կորում են։ Առաջարկություններ անհատներից նկատի ունեք, թե պետությունների կողմից։ Ես պատասխանեցի ձեր հարցին, եթե նման առաջարկ կա, նման առաջարկի կրողը դա բնականաբար պետությունն է, պետական լիազոր մարմինն է։ Ջան, շո, մենք ուշով հետևելու ենք, որ երկրներն են հաղթելու քերի դոգի համար մրցապայքարում։
իսկ ընտրություններում կկարողանա մասնակցել, չէ՞ որ արխիվում ընտրություններ են, նարեկ։ Իր ուրույն տեղով եւ դերով։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասում է, Դոգը ունի թիմ եւ նրա թիմն իր առաջնորդությամբ կմասնակցի ընտրություններին։ Որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Նիկոլ Փաշյանը պետք է կանոնավորվեն եւ դատապարտվեն։ Սենց ասեմ, եթե դուք մտածում եք, որ Նիկոլն է լավ կարդում ժողովրդի լատենտ ցանկությունները, ապա դուք հենց նոր հանդիպեցիք 10-րդ դանի վարպետին։ Իսկ այդ ընթացքում 2 տարի ազատազրկում տվեցին Միքայել Աջապահյանին, ինչից խույվորել է ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև բուն ահազանգողը գործ տվող։ Նույնիսկ շատ կոշտ է, ջան, չէ, ահազանգողը։ Պատշաճապից տարակուսած է անգամ Դանիել Իոնիսյանը, ով ինքն էր առաջին անգամ Սրբազանի հարցազրույցից հետո հաղորդում ներկայացրել նրա դեմ։ Աջապահյանի պատժի չափը adekvat չէ։ Միքայել arczepiskopos Աջապահյանի խոսքում հանցագործության արկայության մասին գրությունը դեռ անցյալ տարի ստորագրել եմ նույն ձեռքով, որով գրում եմ այս տեքստը։ Այո, ռազմական հեղաշրջման կոչ անելը քրեական օրենսգրքով արգելված ու պատժելի է։ Աջապահյանը կատարել է այդ արարքը, բայց մեղմ ասած չեմ կարծում, որ նման արարքի համար պետք էր 2 տարի իրական, ոչ պայմանական բանտարկություն սահմանել։ Մենք իհարկե Դանոսը գրել ենք, բայց Սիբիր աքսորելը էդի չերես չուրա։ Իսկ եզակի իսկական իրավապաշտպաններից մեկը նույնիսկ օգտագործեց քաղբանտարկյալ տերմինը։ Ինչի իսկական, որտեվ համ նախկինում էր իրավապաշտպան, համ հիմա ոչ թե 90%-ի նման պատեհ պահին, այլ միշտ ոնց որ իրավապաշտպան։ Այս բանաձևը հստակորեն կարող է հիմնավորել, որ տվյալ անձը քաղաքական բանտարկյալ է։ Ուստի մենք կարող ենք ակնհայտորեն տեսնել այս բանաձևի շրջանակներում, որ անձը դատապարտվել է այլոց համեմատ ավելի խիստ պատժով, միևնույն ժամանակ խիստ պայմաններով եւ խտրականորեն։ Հավատս չի գալիս, որ ժողովրդավարության բաստիոնում կարա սենց բան լինի, ասած բացարձակ ոչ մեկ։ Իսկ մուլտիտիեզերքի ամենաստիլյագա իրավաբանը բացեց որոշ փակագծեր այդ դատավարությունից։ 100 հնարավորից հավաքել է 52-53 բալ դատավորի քննությունների ժամանակ եւ ստացել է դատավորի պաշտոն բացառապես նրա համար, որ կին է, որովհետեւ այդ պահին ընդունելության համար 2 կնոջ քվոտա է եղել եւ ինքը անգամ անցողի քշեմն է բավականին դժվարությամբ հատել։ Մի քիչ սեքսիստական բան է ասում Paris Fashion Week-ից մազապուրտ եղած մեր ապերը։ Բայց մի րոպե, մի քիչ վախենալու չի, որ 100 բալից 52-ը տենց անցողի կա։ Օրինակ ով կուզեր, որ իր սիրտը վիրահատեր բժիշկ, ով որ բժշկականում 100 բալից 52-ն է կարդիոլոգիայից ստացել կամ արա նույնիսկ մեր ավտոյի ցապկի պաշեմնիկ փոխելը չենք վստահի Խադավիկին, ով 100-ից 52-ը ստացել է Խադավիկները ինչ որ բան անեն, իսկ Սրբազանին դատելը, էդի պожалуйста։ Ну, բայց պետք չի Կոչուբաևը ասած է միանգամից տենց հալած յուղի տեղ ընդունել, չնայած հարգում ենք իր ոչային աշխարհին տված ներդրման համար եւ այն հանգամանքը, որ Վերսաչեն Կոչուբաևի փոքրիկ արցանիկ ուներ տանը դրած հյուրասենյակում։ Հրաշալի այլ լուրեր։ Ով է հիշում, որ ազգային ժողովում կար 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով։ Ալենը որոշեց, որ այդ տարիներով քննած, հետաքննած հանձնաժողովի հանգամանքները պետքա փակի տակ պահել։ Էդի 3 միլիոն վարչապետերի համար կոնտենտ չի։ Այն արդեն ուղարկվել է ազգային ժողովի գաղտնի փաստաթղթերի բաժին։ Զեկույցին ծանոթանալու հնարավորություն կունենան падգամավորները, այն էլ ոչ բոլոր։ Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում, Ինչ օրակարգում հնարավոր չէր տեղավորել ժամանակի պատճառով։ Okay, եթե ես ունենայի bullshit excuse-ների ռադար, ինքը հիմա կծա Պաստորեն ունեմ iPhone-ները ինչ ասես ունեն հիմա։ Մարդիկ, ովքեր մեքենայի մեջ բարձր երաժշտություն լսելու համար տուգանքները հասցրել են ներառել օրակարգում, իդեպ մերսի սրա համար, փաստորեն մեր սոցգովազների հետ լավ քոլաբ է ստացվում, չեն կարողանում 44 օրյայի արդյունքները քննիչ հանձնաժողովի ներառել։ Հիմա ստիպված կյանքումս առաջի անգամ պետք է ասեմ, որ Քոչարյանը շատ դիպուկ բան է ասում։ Լիագումար չի մտնում, ինքը արկախված է մնում։ Եթե մտնում է, նշանակում է զեկույցը գոյություն ունի։
եւ օրենքի պահանջն է, համանական օրենքի, որ զեկույցը այդ դեպքում պետք է լիագումարում զեկուցվի։ Եթե այլ տարբերակով է գնում, նշանակում է զեկույցը գոյություն չունի։ Թե ինչու որոշվեց առանց որևէ ձևաչափով այն քննարկելու ուղարկել խորհրդարանի գաղտնի բաժին, ազգային ժողովի նախագահի խոսնակը չի մանրամասնել։ Նայեք, հիմա բացվում է իդեալական հնարավորություն ընդդիմության համար այս հարցը օգտագործել ու բսկտել իշխանությանը, չէ՞։ Դու արդեն գիտես պատասխանը։ Գիտեմ պատասխանը։ Ինչքան էլ իշխանությունը չի տապել քննիչ հանձնաժողովով, ինքը չկարողացավ Նիկոլ Փաշինյանին հրեշտակի թևերով սուրբ անելու գործողություն, որովհետև անձեն աշխովել պարզ կլիներ, որ պատերազմի ժամանակ ամբողջությամբ քաղաքական իշխանությունը տապալել է պետության կառավարումը բոլոր առումներով։ Բա հա, ընդդիմություն ջան, ձեզ էլ հենց այդ է պետք, չէ՞ որ ցած հաստատվի, որ տապալել է իշխանությունը պատերազմը։ Հիմա էդի եթե կա, ինչի է Անդրանիկ Քոչարյանը ասում, որ էդի պետք է հրապարակ լուքենես կողքիսի պատած դեմ չեք։ Ինչի՞ չեք սարքում, սա թիվ 1 քաղաքական թեման։ Արա դե որովհետև այսօր վաղ արդեն impeachment ալում, իշխանությունը նստում է բան, տեն բանել կհանեն միանգամից ցաղենք ցույց տան հանգիստ, 2 մաքսիմում 2.5 օր է մնացել impeachment-ին։ Չէ, սպասում ենք անխուսափելի impeachment-ին, մնացեք մեզ հետ։ Մեր գործընկեր Վեդիալկոն շարունակում է մեզ զարմացնել։ Ու արդեն քանի ամիս մենք զարմանում եւ զմալվում ենք Զանգու գինիների շարքով։ Զանգու գինիների հետ ես միշտ ունեմ 3 ցանկություն. բացել, լցնել ու խմել։ Ու քանի որ ինքը միշտ բացում ու մենակ իրան է լցնում, դուք էլ ձեր զանգուն ունեցեք։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում առաջարկում ենք դիտել օրվա վիդեո բոցը։ Մեկը միանգամից ասում են, շատ տարօրինակ է, ոնց կարող է բուդդայականը պաշտպանել հայ-առաքելական եկեղեցին, նեղ միտներ, խղճուկներ, ինչքան պիտի ստոր լինեք, որ չընկալեք, որ հենց հոգևոր զարգացման ճանապարհով գնացողը պարտավոր է պաշտպանել հավատը։ Դա իմ ուխտն է, դուք դա չեք հասկանում, որովհետև դուք ջայլամի նման եք, տարբեր առումներով, նաև դիրքի առումով, բայց դա հիմա կարևոր չէ։ Ես զոտ մի փիլիսոփական հարց ունեմ։ Բուդդիստը չպետք է մի տեսակ sense ներողամիտ sense բարի sense շադրություն չդարձնող իր աչքը քաշած, տենց այդ դրա շուրջ չի բուդդիզմը։ Вообще, կոնֆլիկտից խուսափի, լավ sense ասի։ Երբ բուդդիստը ասում է, որ պետքա էքզորցիզմ արեք, ստեղից չար հոգիներին հանեք, Բուդդիզմը вообще էքզորցիզմին Դե հենց հավատում դա, ոնց որ մի քանի կրոն խառնում է, որտեվ ինքը տենց էնտուզիաստ բուդդիստ է երևի, բուն հաղորդություն քերի բուդդայից չի ստացել, դրա համար այս վիճակում ենք։ Որտեվ իսկ ես ավելի բուդդիստ եմ այդ բանով։ Դու շատ բուդդիստ ես։ Կոնֆլիկտի չեմ գնում։ Դու շատ։ Չնայած չէ, որ սիգնալ են տալիս պատո այնտեղ ու ճռռոցնում են, հեչ բուդդիստ եմ։ Բայց մի հատ լրջանակ։ Ջիհադիստ եմ։ Ուրեմն մի քանի թեմա կա, որ էլ չեմ դիմանում։ Այսօր Patreon-ում ուզում եմ ցես մանրամասն impeachment-ի թեման միացած լրիվ, արա, ցես մի հատ կամ տրաս հանենք, կամ տրանս հանվենք, ես պատրաստ եմ սխալվել, ընդունել սխալս, բայց հիմա ոնց որ sense շատ խնդալու խայտառակման ճանապարհով ա գնում համ ՀՀԿ-ն, համ impeachment-ի անուշ աղբերները։ Մի հատ մանրամասն այդ մեկ էլ արա Ավինյանը ինչքան OnlyFans-ում, այդ սաղ OnlyFans-ում, որը մենակ Patreon-ից միացած է։ Աջակցեք Arm Comedy-ին, միացեք մեր Patreon-ին, որովհետև Աստված վերևից նայում է ու տեսնում է ով չի միացել։